9-րդ գումարման ազգային ժողովը այսօր կշարունակի աշխատանքը օրագարկին մեջ ազգային ժողովի փոխնախագահի ընտրության հարցն է իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը այդ պաշտոնին առաջադրած է Վահագն Ալեքսանյանի տեխնազությունը 3 խորհրդարանը ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնին ընտրեց Հայկ Կոնջորյանը ազգային ժողովի 3-րդ փոխնախագահի պաշտոնին համար ընտիմաթիր ուժեղ Հայաստան խմբակցությունը առաջադրած է Արամ Վարդևանյանի տեխնազությունը Հունգարիո մեջ կայացավ Հայաստանի տեսփան Հայգակ Արշամյանի եւ Հունգարիո արտաքին գործնախարարության երկկողմ հարաբերություններու հարցերով pedagogan քարտուղար Կլարա Բրոյերի հանդիպումը կհայտնեն տեսփանադունեն տեսփան Արշամյան եւ pedagogan քարտուղար Բրոյեր անդրադարձած են Հայաստան-Հունգարիա երկկողմ օրագարկին հատուկ նշված է կողմերուն հանձնարարությունը ավելի զարգացնելու եւ ընդլայնելու փոխշահավետ համագործակցությունը միտքեր փոխանակված է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրագարկին շուրջ Լիբանանի մեջ Հայաստանի Հանրապետության տեսփանությունը Բեյրութի նավահանգիստի բայթումի 6-րդ տարելիցին առիթով իր զորակցությունը հայտնած է աղետի հետևանքով զոհվածներու ընտանիքներուն հայտնած է Լիբանանի մեջ Հայաստանի տեսփանությունը թող զոհերու հոգիները հանգչին խաղաղությամբ իսկ Լիբանանը գտնե արդարություն եւ ապակինում Բեյրութի նավահանգիստի բայթումը տեղի ունեցավ 2020 թվականի օգոստոս 4-ին որը դարձավ պատմության մեջ ամենեն հզոր ոչ կորիզային բայթումներն մեկը աղետի հետևանքով զոհված է առնվազն 218 անձ իսկ ավելի քան 7000 անձ ստացած է դարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ անօթևան թողնելով շուրջ 300,000 բնակիչ բայթումի հետևանքով ընդհանուր տնտեսական եւ ենթակառուցվածքային վնասները գնահատված են 10-15 միլիարդ ամերիկյան դոլար Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ 4 օգոստոսին ամբողջ օրվան ընթացքին Իրանի հետ լավ բանակցություններ վարած են, աննշած է, որ Հորմուզի նեղուցը շուտով պիտի բացվի, հակառակ բարակային Ամերիկայի զինված ուժերը Իրանին շատ ուժեղ հարված պիտի հասցնեն։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը ասաց է Fox News-ին հետ զրույցին։ Մենք շատ լավ քննարկումներ ունեցանք, անոնք չեն խոստովանիր այդ մասին, նշած է Ամերիկայի նախագահը։ Նեղուցը շատ շուտով պիտի բացվի, եթե անոնք կրկին նահանջեն, ապա շատ ուժեղ հարված պիտի ստանան։ Թրամփի խոսքով ինք բավականաչափ ժամանակ ունի Իրանի հետ բանակցություններու համար անգամ եւս կրկնած է որ Իրանը չի ուժնար գորիզային զենք ունենալ Թրամփ ավելցուցած է որ ամենաձանր հարվածը դեռ առջև է սակայն Վաշինգտոն հույս ունի որ ստիպված պիտի չլա թիմելու այդ քայլին Ամերիկայի pedagogan քարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարած է որ Հորմուզի նեղուցով անցնող նավերու թիվը ավելնալու հարցով Իրանի եւ Օմանի հետ բանակցություններուն հարաճընթաց կնկատվի, սակայն վերջնական համաձայնություն դակավին ցերկ չէ բերված։ Վաշինգտոն հույս հայտնած է որ բանակցությունները շուտով պիտի ավարտեն եւ վերջնական պայմանավորվածություններ ցերկ պիտի բերեն։ Ավելի գանուխ The New York Times-ը գրած է որ Իրան եւ Օման մոտ են Հորմուզի նեղուցին նավագնացության վերականգնման շուրջ համաձայնության։ Թերթին դվյալով համաձայնակիրը կենտացրե որ Պարսից ծոց ուղևորվող նավերը անցնին Իրանի կողմեն վերահսկվող հատվածով, իսկ ձոցեն դուրս եկող նավերը օգտագործեն Օմանի ափի երկայնքով քիձը։ Կիև եւ Կիևի մարզը գեսկիշերեն հետո ենթարկված են ռուսական բալիստիկ հրթիռներու եւ անօթաչու թռչող սարքերու հարձակումներուն ուկրաինական իշխանություններուն դվյալներով զոհված է առնվազն 15 անձ, տասնյակ մարդիկ վիրավորված են, իսկ ինչպես մայրաքաղաքի մեջ, այնպես ալ մարզի մեջ խոշոր հրթիռներ փրկած են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց ուկրաինական նավահանգիստներու մեջ գտնվող շարք մթիրախներ խոցելու մասին։ Քերադեշության հաղորդմամբ օրվան ընթացքին Քերջը շգրիտ սպառազինությամբ եւ հարվածային անօթաչու թռչող Սարքերով Նիկոլաևի նավահանգիստի մեջ խոցված է 3 բեռնադար նավեր, իսկ Չեռնոմորսկի նավահանգիստի մեջ ռազմական բեռներու գայանը եւ անօթաչուներու բահեստը։ Ուկրաինան Wildberries-ի բահեսները թիրախավորելով գործ է ավելի շատ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար վստահեն փորձագետները։ Անոնք նշած են, որ այդ մարտավարության արդյունքով սովորական քաղաքացիներու փողոքը բادرազմի նկատմամբ էականորեն ավելցած է։ Դուժած են նաև Wildberries-ն օգտվող հայ տնտեսվարողները գրելով մինչև $500,000 վնասներ։ Խնդիրը լուծելու համար տնտեսության նախարարությունը մշտական գաբի մեջ է Wildberries-ի գործընկերներուն հետ։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը